Thank you very much. A short time ago, the U.S. military carried out Շատ շնորհակալ եմ։ Քիչ առաջ ԱՄՆ զինուժը զանգվածային ճշգրիտ հարվածներ հասցրեց իրանական ռեժիմի 3 առանցքային միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյին, Նաթանզին և Սպահանին։ Բոլորը տարիներ շարունակ լսել են այս անունները, մինչ նրանք կառուցում էին այս սարսափելի ավերիչ ձեռնարկը։ Մեր նպատակն էր Իրանի միջուկային հարստացման կարողությունների ոչնչացումը և ահաբեկչության թիվ 1 պետական հովանավորի կողմից ստեղծված միջուկային սպառնալիքի դադարեցումը։ Այսօր երեկոյան ես կարող եմ աշխարհին զեկուցել, որ հարվածները տպավորիչ ռազմական հաջողություն էին։ Իրանի առանցքային միջուկային հարստացման օբյեկտներն ամբողջությամբ և լիովին ոչնչացվել են։ Իրանը, Մերձավոր Արևելքի բռնարարը, այժմ պետք է խաղաղություն կնքի։ Եթե նրանք դա չանեն, ապագա հարվածները շատ ավելի մեծ և շատ ավելի հեշտ կլինեն։ 40 տարի շարունակ Իրանն ասում է՝ մահ Ամերիկային, մահ Իսրայելին։ Նրանք սպանում էին մեր մարդկանց, պայթեցնում էին նրանց ձեռքերն ու ոտքերը ճամփեզրյա ռումբերով։ Դա նրանց մասնագիտությունն էր։ Մենք կորցրել ենք 1000-ից ավելի մարդ և 100 հազարավորներ Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում մահացել են նրանց ատելության անմիջական հետևանքով։ Մասնավորապես շատերն են սպանվել նրանց գեներալի Ղասեմ Սոլեյմանիի կողմից։ Ես վաղուց որոշել էի, որ թույլ չեմ տա դա տեղի ունենա։ Դա չի շարունակվելու։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել վարչապետ Բիբի Նեթանյահուին։ Մենք աշխատել ենք որպես թիմ, ինչպես թերևս ոչ մի թիմ երբևէ չի աշխատել։ Եվ մենք երկար ճանապարհ ենք անցել Իսրայելի համար այս սարսափելի սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իսրայելական զինուժին իրենց կատարած հիանալի աշխատանքի համար։ Եվ ամենակարևորը, ես ուզում եմ շնորհավորել մեծ ամերիկացի հայրենասերներին, ովքեր այսօր երեկոյան վարում էին այդ հոյակապ մեքենաները։ Եվ Միացյալ Նահանգների ողջ զինուժին մի գործողության համար, որի նմանը աշխարհը չի տեսել բազմաթիվ տասնամյակներ։ Հուսով եմ, մենք այլևս նրանց ծառայությունների կարիքը չենք ունենա այս կարգավիճակում։ Ես հույս ունեմ, որ այդպես է։ Ես նաև ուզում եմ շնորհավորել շտաբերի պետերի Միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Ռեյզի Քեյնին, մի հոյակապ գեներալի, և բոլոր փայլուն ռազմական մտքերին, որոնք ներգրաված էին այս հարձակման մեջ։ Աստվածով հանդերձ հա չի կարող շարունակվել։ Կլինի կամ խաղաղություն, կամ Իրանի համար ողբերգություն, շատ ավելի մեծ, քան այն, ինչի ականատես են եղել վերջին 8 օրերի ընթացքում։ Հիշեք, դեռ շատ թիրախներ կան։ Այսօրվանը բոլորից ամենաբարդն էր, միանշանակ և թերևս ամենամահաբերը։ Բայց եթե խաղաղությունը շուտ չգա, մենք կհարվածենք այդ մյուս թիրախներին ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարելի է ոչնչացնել րոպեների ընթացքում։ Աշխարհում չկա մի զինուժ, որը կարողանա անել այն, ինչ մենք արեցինք այսօր երեկոյան, նույնիսկ մոտ չէ։ Երբեք չի եղել մի զինուժ, որը կարողանա անել այն, ինչ տեղի ունեցավ քիչ առաջ։ Վաղը գեներալ Քեյնը պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը առավոտյան ժամը 8-ին ասուլիսկ ունենան Պենտագոնում։ Եվ ես ուզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել բոլորին և մասնավորապես Աստված։ Ես ուզում եմ պարզապես ասել՝ մենք սիրում ենք քեզ Աստված, և մենք սիրում ենք մեր հզոր զինուժը, պաշտպանիր նրանց։ Աստված օրհնի Մերձավոր Արևելքը, Աստված օրհնի Իսրայելին և Աստված օրհնի Ամերիկան։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։